Մենք շարունակելու ենք խոսել զոհասեղանի մասին։ Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում շատ զոհասեղանների մասին կա գրված, բայց առաջինը, որ հանդիպում ենք գրվածը Ծննդոց 4-րդ գլխում, դա արդեն մարդկության երկրորդ սերունդն էր։ Առաջին սերունդի մեջ ընդամենը 2 հոգի կային՝ Ադամ եւ Եվա։ Հետո նրանք ունեցան 2 տղաներ, իհարկե շատ ունեցան, տղաներ, աղջիկներ շատ ունեցան, բայց Աստվածաշնչում գրված է նրանցից 2-ի մասին ամենասկզբում, որովհետև կարևոր դեպք կատարվեց նրանց կյանքում։ Նրանք զոհասեղան սարքեցին 2-ն էլ, ու զոհասեղանի վրա բերեցին իրենց նվերները։ Կարդանք դրա մասին, ունեք գրքեր, ես դիտմամբ եմ երկարացնում, որ դուք բացեք այդ հատվածները։ Պիտի կարդանք Ծննդոց 4 գլխից, առաջի խոսքից մինչև 10-րդ խոսքը։ Գրված Ադամը գիտցավ իր Եվա կինը, ու նա հղացավ եւ Կայենը ծնեց, եւ ասաց մարդ ստացա Տիրոջից։ Ընդ որում Կայեն անունը նշանակում է ստացված։ Եվ դարձյալ նրա Աբել եղբայրը ծնվեց, եւ Աբելը ոչխարների հովիվ էր։ Աբել նշանակում էր աննշան։ Կարծես թե ծնողների տեսանկյունից նայած Կայենը պիտի լիներ այն մեծ, չգիտեմ, կարևոր, ինքը ստացված էր Աստծո կողմից։ Իսկ Աբելը աննշան մեկը, ինքը երկրորդն էր ծնվել։ Շարունակենք, Աբելը ոչխարների հովիվ էր, բայց Կայենը երկիրն էր գործում, երկրագործ էր այսինքն։ Ու եղավ, որ մի ժամանակ հետո Կայենը երկրի պտուղից Տիրոջը ընծա բերեց, եւ Աբելը ինքն էլ իր ոչխարներից առաջինեկներից ու նրանց պարարտներից բերեց։ Եվ Տերը Աբելին ու նրա ընծային նայեց, բայց Կայենի ու նրա ընծային չնայեց։ Ուստի Կայենը խիստ բարկացավ ու երեսը կախեց։ Եվ Տերը Կայենին ասաց. «Ինչու բարկացար ու ինչու երեսդ կախեցիր։ Եթե լավ անեիր, ընդունելի չէր լինի, մեղքը դրան մոտ պարկած է, ու նա քեզ պիտի հնազանդվի, ու դու նրան պիտի իշխես»։ Եվ Կայենը Աբել եղբոր հետ խոսեց, ու եղավ, որ երբ նրանք դաշտում էին, Կայենը իր Աբել եղբորը վրա ելավ ու սպանեց նրան։ Եվ Տերը Կայենին ասաց. «Ուր է քո եղբայրդ Աբելը»։ Եվ նա ասաց. «Չգիտեմ, միթե ես իմ եղբորս պահապանն եմ»։ Եվ Տերը ասաց նրան. «Ինչ արեցիր։ Քո եղբորը տարյան ձայնը գետնից ինձ է բողոքում»։ Սա գրեց Մովսեսը, իհարկե նա գրեց ինքը ունենալով արդեն այդ տեղեկությունները, մեզանից մոտ 3500 տարի առաջ։ Շատ հետաքրքիր մի դեպք, մարդկության երկրորդ սերունդի մեջ տեղի ունեցավ առաջին սպանությունը, բայց նաև կարդում ենք, որ առաջին զոհասեղանները պատրաստվեցին մարդկանց կողմից, նրանք սարքեցին զոհասեղաններ ու իրենց ընծաները բերեցին։ Մի քիչ հետո ավելի մանրամասն կասեմ դրա մասին։ Հետաքրքիրը ինչն է, որ այս կատարված դեպքից մոտ 4000 տարի հետո եվրայեցիների թղթում, բացեք ինձ այդ եվրայեցիների թղթը, եվրայեցիների հեղինակը գրեց Սուրբ Հոգու ազդեցության տակ սրա մեկնաբանությունը։ Եվ ավելի շատ մենք կանգ առնենք եվրայեցիների թղթի այդ մեկնաբանության վրա։ Կարդում եմ Եբրայեցիների 11-րդ գլխի 4-րդ խոսքում։ Միայն մի խոսք է գրված, բայց ինչքան ճոխ։ Հավատքով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, որով վկայվեց արդար լինելը, որովհետև իր պատարեքների վրա Աստծուց վկայություն եղավ իրեն, եւ նրանով թեպետ մեռավ, բայց տակավին խոսում է։ Շատ ճոխ մի արտահայտություն Աբելի արած գործի համար։ Եկեք իրար հետ ուսումնասիրենք այս հատվածը։ Երկուսն էլ կարծում եմ մեզ համար շատ կարևոր են, որովհետև երկուսից էլ շատ սովորելու բան ունենք։ Եթե դեպքից անցել էր 4000 տարի եւ 4000 տարվա մեջ նորից այդ դեպքի մեջ կարելի էր բան սովորել, դրանից էլ անցել է եւս 2000 տարի, կարծում եմ մենք էլի սովորելու բան ունենք դրա մեջ։ Ամեն։ Մենք հավատքով ենք մոտենում Աստծո խոսքին, որովհետև այս խոսքերը գրված չեն մարդկանց կողմից միայն, նրանք գրված են ամենակարևորը Աստծո կողմից։ Նա որ գրեց, ինքն էլ մեկնաբանեց այս խոսքը։ Ինչպես գրել էր, այդպես էլ դրանից 1500 տարի հետո մեկնաբանեց իր խոսքը։ Բայց այսօր էլ կարող կենթանացնի այդ խոսքը մեր կյանքում իրական դարձնելու համար։ Կարդանք Եբրայեցիների 11-րդ գլխից մի փոքրիկ հատված։ Հավատքով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց։ Ու կանգ առնենք։ Գրված է հավատքով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց։ Հետաքրքիր արտահայտություն է, չէ՞։ Նրանք, ովքեր հավատք ունեն, կարծես թե ավելի լավ զոհ են մատուցում։ Նախ այստեղ տեսնում ենք երկու հոգու կատարած զոհաբերությունների համեմատություն։ Մյուս կողմից երկուսն էլ իրենց զոհը կատարել էին իրենց ձեռքի գործերից, նվիրում էին Աստծուն։ Շատ էլ ճիշտ էին անում, ուրիշ էլ ինչ նվիրեին։ Ճիշտ է, որ մարդը իր ձեռքի կատարած աշխատանքն է նվիրում Աստծուն։ Դրա համար նույնիսկ օրենքում գրված էր, որ մեկը գողացված բան չբերի Տիրոջ տուն։ Այսինքն այդպիսի բաները պետք չեն։ Պետք է այն, որ դու քո ձեռքով աշխատել ես, քո ձեռքով գործել, բարձրացրել կամ աշխատել ես, վաստակել ես, այդա բերում ես նվիրատվություն ես կատարում Աստծուն։ Հավատքով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց։ Սա մեզ շատ բան է խոսում։ Եկեք մտածենք։ Ուրեմն հավատքով Աբելը Կայենից լավ զոհ մատուցեց, եկեք այդ լավը մի հատ լավ հասկանանք։ Ուրեմն գիտեք, որ Ծննդոցում որ կարդացի, եկեք բացենք նաև Ծննդոց գիրքը, զուգահեռ պիտի կարդանք անընդհատ։
Ու այնտեղ հետաքրքիր է գրված։ Գիտեք, որ առաջին զոհը կատարեց ոչ թե Աբելը, այլ Կայենը։ Առաջին նվիրատվությունը կատարեց Կայենը։ Տեսեք ինչպես է գրված։ Երրորդ խոսքն եմ կարդում, եւ եղավ, որ մի ժամանակ հետո Կայենը երկրի պտուղից Տիրոջը ընծա բերեց։ Եվ Աբելը ինքն էլ իր ոչխարներից, բայց նրան կանգ չի առնում։ Շարունակվում է, տեսեք ինչ է գրված։ Առաջինեկներից ու նրանց պարարտներից վերեց։ Նկատում եք տարբերությունը։ Գրված է, որ մի ժամանակ հետո Կայենը երկրի պտուղից Տիրոջը ընծա բերեց։ Երկրի պտուղից բերեց, որովհետև ինքը երկրագործ էր, ինքը հողի վրա էր աշխատում, աճեցնում էր պտուղներ ու դրանից էլ բերեց։ Բայց ուղղակի գրված է, որ բերեց։ Իսկ Աբելի համար գրված է, որ ինքը ոչխարներից, պարարտներից, առաջնեկներից միշտ համարվել է, որ առաջնեկները դրանք լավագույններն են։ Հիշում եմ ժամանակներ առաջ խոսում էի մեկի հետ, որ զբաղվում էր սահմանապահ շներ վարժեցնելով։ Ասում է, երբ որ շունը ձագեր է ունենում, սահմանապահ վարժեցնելու համար շունը ձագեր է ունենում, առաջի երկու ձագը վերցնում ենք, մնացածը վաճառում ենք, բաժանում ենք մարդկանց, ամենալավագույնները այդ երկուսն են լինում կարծես թե։ Ու դրա համար Աստվածաշնչում շատ անգամ կկարդաք, որ դրանք պարարտներից, ամենաառաջինեկներից, այն առաջի պտուղից բերեցին, դա համարվում է ամենալավը։ Ու ինքը ինչ արեց Աբելը, գրված է ինքը իր ոչխարների առաջնեկներից ու պարարտներից բերեց։ Գիտեք, երբ որ մի հատ պատվավոր հյուր ունենաք, ուզեք, որ նրա համար մի ոչխար մորթեք, կգնաք ամենանիհար, չգիտեմ ինչ, եթե ուզում եք այդ մարդուն ձեր հյուրին իսկապես պատված լինեք, ամենալավն եք ընտրում, չէ, ամենաչաղը կարծես, դրա համար գրված է, որ պարարտներից ընտրեց։ Տարբերությունը նկատում եք, կարծես թե ինչ էր եղել, որ Կայենն էլ իր զոհն էր բերել, իր նվիրածն էր բերել, բայց ուղղակի գրված չի, որ նա լավերից բերեց։ Կարող է հեչել վատը չէր, լավն էր, բայց Աբելի համար յուրահատուկ է գրված, որ ընտրեց, որ բերեց պարարտներից, չաղերից, այն առաջնեկներից։ Եվ շարունակության մեջ էլ, երբ որ Աստված գրվածը նայեց Աբելի զոհին ու Կայենի զոհին չնայեց, այսինքն որը իրեն հաճել էր, նա էլ վերցրեց Աստված։ Գրված է, որ Կայենը տխրեց, քիթը կախեց։ Շարունակության մեջ կարդում ենք, երբ որ Աստված է խոսում 6-րդ խոսքում, Տերը Կայենին ասաց. «Ինչու բարկացար, ինչու երեսդ կախեցիր»։ 7-րդ խոսքում, «Եթե լավ անես, ընդունելի չի լինի, եթե լավ անես, ընդունելի չի լինի»։ Լավը այստեղ ինչ իմաստով էր։ Գիտեք, Կայենի զոհաբերության մասին երևի մի քիչ ավելի շատ խոսեմ, հետո նոր դրական բաներ կխոսեմ։ Մեկ-մեկ լինում է այսպես, որ աստվածապաշտությունը պահպանում է իր արտաքին ձևը։ Մենք գալիս ենք եկեղեցի, իրար հետ կանգնում ենք աղոթքի, իրար հետ ծափահարում ենք Աստծուն, փառաբանում ենք, շատ էլ ճիշտ ենք անում ու այդպես էլ պետք է անել։ Բայց մի հատ նայիր քո ներքին աշխարհում, քո ներսում, այն ինչ որ կատարվում է դրսում, քո ներսինը համապատասխանում է դրա հետ։ Այս սրա մասին է խոսքը։ Հավատքը չի կարող թույլ գործ անել։ Գրված է, որ հավատքով էր, որ Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց։ Ճիշտ է։ Հավատքը չի կարող դա թույլ ձևով անել։ Նոր կտակարանում 1 Տիմոթեոս 3-րդ գլխում ուզում եք կարդամ այդ հատվածը, որովհետև ամենակարևոր հատվածներից մեկն է վերջի ժամանակների համար։ Դուք հավատում եք, որ մենք վերջի ժամանակներում ենք ապրում։ Դրա բոլոր նշանները արդեն երևում են։ Տեսեք ինչ է գրված 2 Տիմոթեոս 3-րդ գլխի առաջին 5 խոսքերում։ Այս իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ պիտի գան, որտեղ մարդիկ պիտի լինեն անձնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողների աննազանդ։ Նկատում եք ինչքան դիպուկ է մեր ժամանակների համար ծնողների աննազանդը։ Երեխաները գնալով ավելի փոքր տարիքից են հրաժարվում իրենց ծնողներից։ Ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, վանսարկու։ Կարծում եք անհավատների մասին է խոսքը։ Շարունակեմ։ Անժուշկալ, դաժանաբարով, բարին չսիրող, մատնիչ, հանդուկն, գոռոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր, որոնք աստվածապաշտության կերպարանքը ունեն, բայց նրա զորությունը ուրացել են։ Հետևում եք տեքստին։ Այսինքն սա չէր խոսում այս բոլորը անհավատների մասին, խոսում էր հավատացյալների մասին։ Պատկերացնում եք, մարդիկ հավաքվում են իրար հետ, փորձում են Աստծուն պաշտել, երկրպագում են, երկրպագության երգեր են երգում ավելի ճիշտ, որովհետև ամեն մի երգ երգելը դեռ երկրպագություն չի։ Մարդիկ փառաբանության երգեր են երգում, բայց դա դեռ փառաբանություն չի։ Փառաբանությունը երկրպագությունը ներսում են կատարվում։ Մարդիկ փակում են աչքերը ու խոսքեր են խոսում Աստծուն, որ գուցե իրենց սիրտը բոլորովին էլ համաձայն չի այդ խոսքերի հետ։ Իրենք ասում են փառք ես Տեր, բայց գուցե ներքուստ իրենք չարությունով են լցված։ Իրենք աննազանդ են ծնողներին, փողասեր են, հպարտ են, հայհոյող են, էլ ինչպիսի բաներ կան։ Երբ որ այս ցուցակը կարդում ենք ու նայում ենք մեր 21-րդ դարի սկզբին, տեսնում ենք, որ ինչքան այդպիսի բաներ համապատասխանում են։ Այսինքն կար արտաքին ձևը, գրվածը կերպարանքը ուներ, կար արտաքին ձևը, բայց չկար ներքին բովանդակությունը։ Գրված է, որ զորությունը ուրացած են։ Գիտեք ինչու է զորությունը առաջին հերթին այդ մեղքերը պիտի մաքրեր այդ մարդու կյանքից։ Զորությունը ուրացած են չի խոսում նրա մասին, որ այդ մարդը պիտի անպայման հրաշքներ գործեր, բայց խոսում է անպայման նրա մասին, որ այս մեղքերից ինքը մաքրված պիտի լիներ։ Ու առանց Աստծո զորության մեկը չի կարող մաքրվել։
Եթե հանկարծ քեզ կտեսնես Կայենի դիրքում, դու զղջալու ապաշխարության տեղ ունես։ Եկեք շարունակենք, նոր կտակարանում շատ այդպիսի խոսքեր կան։ Գրված օրինակ Հիսուսն ասաց, որ այս ժողովուրդը միայն շուրթերով է ինձ պաշտում։ Նրանց սիրտը հեռացած է ինձանից։ Կարծում եք դա միայն առաջի դարի փարիսեցիների, դպիրների, սադուկեցիների համար էր։ Դա չի վերաբերում 21-րդ դարին արդյոք։ Դուք մեկ-մեկ ձեզ չես բռնացնում նման վիճակների մեջ, որ դուք կանգնած Աստծուն փառք եք տալիս, բայց ձեր սիրտը բոլորովին էլ չի փառաբանում։ Սա Կայենի զոհաբերության նման է դառնում։ Երբ որ մարդը կանգնում ինչ-որ բաներ է խոսում, կարող է ինձ գրպանից փոխանի ու տա եկեղեցուն, բայց իր սիրտը բոլորովին դա չլինի։ Աստծո առաջ դա նման է Կայենի զոհաբերությանը։ Դու մեկ-մեկ ասում ես Տեր ես քոնն եմ, հետո գնում ես քո ուզածը կատարում, այսպիսի բաներ անում ես։ Նկատում եք, ես հետո լավ բաներից կխոսեմ։ Դա գիտեք ինչից է առաջանում, որ դա դառնում է սովորություն ուղղակի։ Բոլոր մարդիկ ժամանակի ընթացքում ձեռք են բերում սովորություններ։ Պետք է զգույշ լինել, որ հանկարծ աստվածապաշտությունը չդառնա սովորություն։ Լավ սովորություն է եկեղեցի գալը, լավ սովորություն է Աստծո խոսք կարդալը, շատ լավ սովորություն է աղոթելը։ Այսպիսի սովորություններ շատ ունեցեք, բայց սովորություն միայն, սա շատ բացասական է, եթե ինքը սովորություն է դառնում միայն։ Ներքին ինչ որ առավել բան պիտի լինի դրա հետ միասին։ Դու ամեն մի աղոթքի մեջ մի նոր հաղորդակցություն ունենում ես Աստծո հետ, ամեն անգամ գիրքը բացելուց մի նորություն ունենում ես Աստվածաշնչից, ուրեմն քեզ համար միայն սովորություն չի, դրա մեջ լիքը բան կա։ Բայց եթե քեզ համար սովորություն է, ես օրական 5 գլուխ պիտի կարդամ Աստվածաշնչից, ու բացում ու կարդում ես սովորության նման ու փակում ես այնպես, ինչպես մինչև բացելներ քո ներսը, ուրեմն ոչինչ չփոխվեց, Կայենի զոհաբերությունն էր։ Նկատում եք տարբերությունը։ Սրա մեջ կար նաև հավատքի պակաս։ Գիտեք ինչու՞մ էր հավատքի պակասը։ Կայենը չգիտեր ում հետ գործ ունի։ Գիտեք ինչն է մեզ ասում, թե մենք ում հետ գործ ունենք։ Հավատքը։ Հավատքն է ասում, թե մենք ում հետ գործ ունենք։ Որովհետև Աբելը գրված է հավատքով ավելի լավ զոհ բերեց։ Ինչու՞։ Որովհետև ինքը գիտեր ում հետ գործ ունի։ Ու այդպիսի անznավորությունը, որ ստեղծեց երկինք ու երկիր, որ այս ուրվադրությամբ իր որդուն զոհեց մեզ համար։ Այսպիսի անznավորության հետ գործ ունենալիս չի կարելի վատագույն բաներ նվիրել կամ իր միջայլոց վարվել նրա հետ։ Դու ուզում ես ամենալավագույնը տալ նրան։ Պատկերացրեք դուռը բացվեր ու Հիսուսը ֆիզիկապես մարմնով ներս մտներ։ Իհարկե մենք նրան չէինք հավատա, որովհետև հիմա այդպես նա պիտի չգա։ Բայց աշխատացնենք մեր ֆանտազիան ուղղակի։ Պատկերացրեք այդպես իսկապես տեղի ունենար։ Ու Հիսուսը իսկապես ֆիզիկապես գար։ Մենք ինչպես կերկրպագեինք նրան։ Ինչպես կմոտենայինք, ինչպես կասեինք ես քեզ սիրում եմ։ Պատկերացնում եք։ Լավ է որ մենք երկերի ժամանակ այդ բոլոր բաները ասում ենք, բայց շատ լավ է երբ որ այդ ինչ որ դու խոսում ես քո ներքին աշխարհի հետ համապատասխանում է, դու հավատքով գիտես ում հետ գործ ունես։ Դրա համար էլ այդպես վարվում ես նրա հետ։ Հավատքը գնահատում է Աստծուն, հավատքը գնահատում է նրան, ում որ ինքը նվիրվում է, ում համար որ ինքը գործ է անում։ Այս է հավատքը։ Հալելույա։ Այսինքն անհավատություն կար նաև Կայանի մոտ։ Սա նաև սրտանց նվիրման պակասն էր, որը նորից գալիս էր հավատքից։ Այսինքն եթե միայն հավատք բառը վերցնենք, լրիվ բավարար է որ մնացած ամեն ինչ դրա մեջ տեղավորվեր։ Մի ուրիշ բան էլ, որ շատ լավ ցույց է տալիս, թե ինչպիսին պիտի լինի սիրտը։ Առաջընթացի պակասը։ Դուք նկատում եք դա ձեր կյանքում։ Մեկ-մեկ լինում է, որ մարդը մեկ էլ նկատում է, որ անցած մի տարվա մեջ ոչ մի բան առաջ չի գնացել իր կյանքում։ Դա խոր փաստ է, չէ՞։ Որ անցած մի ամսվա մեջ ոչինչ առաջ չի գնացել իր կյանքում։ Եթե օրինակ ես հարց տամ, վերջին հայտնությունը Աստծո խոսքից երբ ես ունեցել։ Վերջին լավ կոնտակտը հաղորդակցությունը Աստծո հետ աղոթքի մեջ երբ ես ունեցել։ Վերջին անգամ երբ ես մտածել, որ դու ավելի շատ պիտի նվիրվես, ավելի շատ ծառայես Աստծուն։ Օրինակ ձգտում ունեցել ես ծառայելու։ Այս վերջինը երբ է տեղի ունեցել։ Լավ գուցե 3 է եղել, շատ լավ է որ տեղի ունեցել։ Դրանից առաջ դրա նախորդը երբ է տեղի ունեցել։ Ինչպիսին են այդ դիապազոնները, բաց թողումները։ Սրանք ցույց են տալիս, թե այդ միջակայքում, կարծես թե այդ արանքում, որտեղ ոչինչ տեղի չի ունեցել, ինչպիսին է եղել քո աստվածապաշտությունը։ Ինչ ասեմ, մարդկանց կյանքում այսպես շատ է լինում։ Այդպիսի մի օրինակ կա 5 տակարանում էլի։ Գիտեք Դավիթ անունով մի թագավոր կար։ Գիտեք որ ինքը շատ մեծ մի մեղք գործեց։ Ու իր մեղքի վրա նորից մեղք ավելացրեց։ Ինքը շնություն գործեց իր ամենահավատարիմ մարդկանցից մեկի կնոջ հետ։ Հետո երբ որ տեսավ որ այդ գաղտնիքը պիտի բացահայտվի, դասավորեց այդ հավատարիմ, իրեն շատ նվիրված մարդու սպանությունը։ Երբ որ նա մահացավ, վերցրեց այդ կնոջը իրեն որպես կին։ Ու գրված է որ իրենց գործած մեղքից մի երեխա ծնվեց։ Ու մեկ էլ մարգարեն գալիս է Դավիթի մոտ։ Ու գրված է որ Դավիթի այս արածը Աստծո աչքին շատ վատ երևաց։ Մարգարեն վեր կացավ եկավ Դավիթի մոտ ու հանդիմանեց Դավիթին շատ խիստ ձևով, դա կարող եք կարդալ գրված է 2-րդ թագավորաց գրքում։ Շատ խիստ ձևով հանդիմանեց Դավիթին
Դավիթը զղջաց ու ապաշխարեց այդ երեխան, որովհետև ծնված էր մեղքից, Աստված վերցրեց, մահացավ այդ երեխան։ Բայց ի՞նչն է հետաքրքիր։ Պատկերացնու եք մեղքից անցել էր այնքան ժամանակ, որ երեխա էր ծնվել։ Դավիթը Աստվածաշնչում Աստծո փառաբանության ու երկրպագության մի մեծ օրինակ է։ Առաջին երաշտական գործիքներով մեծ փառաբանություն ու երկրպագություն Իսրայելի մեջ մտցնող ու պարերով, ծափարություններով, գործիքներով երկրպագություն մտցնողը Դավիթն է եղել։ Ու այս մարդը, որ գոնե տարվա մեջ 3 անգամ այն բոլոր հրեաները գնում էին տաճար Աստծուն երկրպագելու այդ տոների ժամանակ, Դավիթը գոնե այդ 3-ը հաստատ գնացել էր տաճար երկրպագելու։ Բայց պատկերացնում եք, ինքը կանգնում էր Աստծո առաջ ու ինքը լուրջ մեղք ուներ Աստծո հետ։ Ինչպիսին էր իր երկրպագությունը։ Սա կարապատահի ցանկացած մարդու կյանքում, ուղղակի մարդը զգույշ լինի, արթուն լինի, տեսնի դա, հեռացնի այդ մեղքը իր եւ Աստծո միջից, որ հանկարծ դա արգելք չլինի։ Գրված է, որ Կայենը իմիջայլոց զոհ բերեց, ու դա իր հավատքի պակասն էր։ Արդեն մենք հասկանում ենք դա։ Եթե ուրեմն հավատքի գործ էր նա, որ Աբելը կարող էր ավելի լավը բերել, հետեւաբար Կայենի զոհը հավատքի պակասն էր, որ ինքը բերեց։ Շարունակենք, եկեք նորից Եբրայեցիների թղթում կարդանք Աբելի զոհաբերության կարևորության մասին, արժեքի մասին։ 11:4 Հավատքով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, որով վկայվեց նրա արդար լինելը։ Այստեղ արդեն կարևոր բաներն են գալիս։ Գիտեք, որ ցանկացած մարդու ցանկացած գործողություն վկայում է, թե ինքը ինչ է ապրում իր ներսում, ինչ հավատք ունի իր ներսում։ Գործողություններն ու խոսքերը վկայում են մարդու ներսում եղածը։ Խոսքերը ասում միշտ չեն, որ ճիշտ են վկայում մարդու ներսում եղածը, բայց գործողությունները միշտ ճիշտ են վկայում։ Այն էլ, որ ճիշտ չեն վկայում, սա բացասական իմաստով, որ ճիշտ չեն վկայում խոսքերը։ Այսինքն մարդու խոսքերը կարող են բոլորովին չհամապատասխանել իր ներսի աշխարհին։ Մարդիկ սիրում են խոսքերով իրենց լավը ցույց տալ, ավելի շատ էսպես է տեղի ունենում։ Համաձայն եք, բռնացրել եք ձեզ դրա մեջ։ Բոլոր արդարները, ովքեր մոտեցել են Աստծուն ու արդար են, իրենք արդար են հավատքով, ոչ թե գործերով։ Բայց եթե մարդը իր ներսում հավատք ունի, եթե հավատքը անպայման մի գործողություն կատարում է նրա կյանքում, անպայման մի բան բխում է այդ հավատքից։ Ձեր մոտ եղել է այդպես։ Մի հատ շատ հին դեպք պատմեմ։ Հիշում եմ, որ գնացինք մեկին վկայելու Աստծո մասին։ Այդ ժամանակ ինքը զբաղված էր արևելյան մարտարվեստների ուսումնասիրությունով։ Իրենց պարապմունքի դահլիճի դռան մոտ կանգնեցինք, իրեն դուրս կանչեցինք, ու մի քիչ խոսեցինք իր հետ։ Ունեց սրտանց, ուրախացավ, այնքան սրտանց ընդունեց։ Հիմա չգիտի ինչով շնորհակալություն ասի, ասես տղեկ, եթե մեկին պետք կլինի ծեծել, ասեք։ Պատկերացնում եք, բայց հավատքը, եթե մարդը իր ներսում հավատք ունի, անպայման ձգտում է դա մի ձևով արտահայտած լինի։ Աստծո մարդկանց լավություն անելով կամ ինչ որ մի ձևով, եթե մարդու մեջ կա հավատք, ինքը իր նվիրումը Աստծուն կատարում է կատարյալ ձևով։ Իմիջայլոց չի կատարում դա։ Նվեր է բերում Աստծուն, իր անձն է բերում կամ էլ ինչ որ մի բան մենք հետո խոսենք ինչեր ենք նվիրում Աստծուն։ Այդ նվիրումը չի կարող իմիջայլոց ձևով կատարել, ինքը կատարում է լավագույն ձևով։ Ու այդ լավագույն ձևով կատարածը վկայում է իր ներսում եղած հավատքի մասին, որով էլ ինքը արդար է Աստծո առաջ։ Հիմա մարդիկ նստում են իրենց տանը, ասում են. «Ես հավատում եմ Աստծուն»։ Ու բոլոր մարդկանց այդ հավասար գտնվում են մեղքերի մեջ, ոչ մի բան առավել չի իրենց մոտ Աստծո նկատմամբ։ Նայես վերևից Աստծո աչքերով այդ մարդու կյանքին, ու ասես ճիշտ է ասում, ինքը հավատում է ինձ, սա ճիշտ կլինի։ Մի պահ մտածեք այդպես, մեկ-մեկ ինքներդ ձեզ քննելու համար կամ ընդհանրապես որևէ երևույթ աշխարհում քննելու համար օգտագործեք այդ մեթոդը։ Մտքով բարձրացեք երկինք, վերևից նայեք երկրին, ու ձեզ մի դրեք Աստծո տեղ, որ սիրտը տեսնու եք։ Նայեք գործողություններին, ասեմ սա շատ կարևոր մի բան է։ Գիտեք ինչու, որովհետև մարդիկ մեկ-մեկ արդարանում են։ Ասում են բեր այնս ասած խոսքերին մի նայի, սիրտս այդպես չի։ Աստծո խոսքը հակառակն է ասում, խոսքերը բխում են սրտից, չէ՞։ Աստծո խոսքը հակառակն է ասում։ Գիտեք Աստված երկնքում որ մեզ դատելու լինի, կասի դու այս գործողությունները կատարեցիր, այս գործողությունները չկատարեցիր։ Ճիշտ է։ Այդպես է գրված, որ նա պիտի դատի մեր գործերը։ Կասի դու այս խոսքերը ասեցիր, այս խոսքերը չասեցիր, գրված է որ նա պիտի դատի մեր խոսքերը։ Ինչու մարդիկ անընդհատ իրենց սրտով փորձում են իրենց ծածկել, արդարացնել։ Սիրտը բացվում է վերջում, երբ որ ամեն գործողության ու ամեն խոսքի ետևում ինչպիսի սիրտ կա ու ինչի համար է դա կատարել։ Սա էլ շատ կարևոր բան է։ Ուրեմն գործողությունները վկայում են ներսում եղածի մասին, որովհետև մարդու գործողություններն ու խոսքերը բխում են իրենց սրտից։ Սա աստվածաշնչյան ճշմարտություն է։ Գրված է, որ Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, որով վկայվեց իր արդար լինելը։ Դրանով այդ ավելի լավ զոհաբերությունով վկայվեց իր արդար լինելը։ Ուշադրություն դարձրեք, հանկարծ տեղերը չփոխեք։ Մենք զոհաբերությունը նվիրումը ինչ որ մի բան Աստծո համար չենք անում նրա համար, որ արդարանանք, այլ անում ենք նրա համար, որովհետև արդեն արդարացած ենք մեր սրտում եղած հավատքով։ Նայեք, գրված է Աբրահամի համար,
Աստված դուրս հանեց Աբրահամին, այն ժամանակ ինքը վրանի մեջ էր բնակվում, ասեց Աբրահամ հələ դուրս արի, դուրս եկավ Աբրահամը, ասեց դու շատ սերունդ ես ունենալու, ասեց նայի երկնքի աստղերին, այսքան սերունդ ես ունենալու, նայի ծովի ավազին, այսքան սերունդ ես ունենալու։ Աբրահամը այդ պահին ոչինչ չարեց, ինքը ուղղակի կանգնած էր Աստծո առաջ, Աստված խոսում էր։ Ու գիտեք շարունակությունը ինչ է գրված Ծննդոց 15-րդ գլխում։ Գրված է Աբրահամը հավատաց, ու դա իրեն արդարություն համարվեց։ Դեռ ինքը չէր հասցրել ոչինչ կատարել այդ պահին։ Բայց երբ որ տեղը եկավ այդ հավատքը, գիտեք ինչ արեց, իր որդուն տարավ զոհաբերելու։ Աստված այդ հավատքը տեսել էր, չէ՞ ներսում, որ այդ մարդուն արդար էր հայտարարել։ Պատկերացրիք հիմա տարբերությունը, նախ արդար լինելը, հետո դրանից բխած գործողությունը, որը վկայում է, որ այս մարդը արդեն արդար է, ոչ թե նոր պիտի արդարանա, իր անունը փառավորվի։ Եթե այս տեսանկյունից նայենք, մի անգամ էլ կարդամ, հավատքով Աբելը Կայենից ավելի լավ։ Սա մրցակցություն չի ցույց տալիս արդյոք։ Հավատքով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց։ Կարծես թե մրցակցություն լինի։ Ասում եմ, ինչքան լավ կլիներ։ Օրինակ հին ժամանակներում, կոմունիստական ժամանակներում կար սոցմրցություն, մարդիկ մրցում էին հանուն նրա, որ իրենց առատ բերքատվություն լինի, չգիտեմ, իրենց արտադրությունը ուժեղանա, բայց մրցույթ էին հայտարարել։ Ասում եմ, ինչ լավ կլիներ, եկեղեցում մրցույթ լիներ։ Ով ավելի լավ գործ կանի Աստծո համար։ Եկեղեցում մրցույթ լիներ, ով ավելի շատ կսիրի մեկը մյուսին Աստծո համար։ Այն որ խոսքը կարդում եք, որ ոչ մի բանի մեջ, ոչ մեկին պարտական մի եղեք, բայց միայն իրար սիրելու մեջ։ Իմ մեջ սա ցույց է տալիս մրցակցություն։ Ասեմ ինչի։ Ես քեզ պարտքեմ քեզ սիրելու, դու պարտքես ինձ սիրելու։ Մենք սկսում ենք մրցել իրար հետ, ով ավելի շատ կսիրի մյուսին։ Երանի եկեղեցում միշտ էս մրցույթը լինի։ Շատ սիրելու մրցույթը, հավատքով գործողություններ կատարելու մրցույթը։ Ով մյուսից ավելի լավ զոհաբերություն կանի, ով մյուսից ավելի լավ նվիրում կապրի, ով մեկը մյուսից ավելի լավ կծառայի։ Մենք սա չենք անում մեր համար, որ մեր պատիվը բարձրանա։ Ով մեկը մյուսից ավելի լավ շարժառիթներ կունենա։ Սա ավելի ցածր ձայնով ասում։ Հալելույա, փառք Հիսուսին ամեն դեպքում։ Կարծում եմ սրանք կարևոր բաներ են մեզ համար, որ մենք քննենք մեր սրտերը։ Եկեք շարունակենք։ Եբրայեցիների 11-րդ գլխի 4-րդ խոսքը։ Հավատքով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, որով վկայվեց արդար լինելը, որովհետև իր պատարակների վրա Աստծուց վկայություն եղավ իրեն։ Ուրեմն երկու անգամ գրված է վկայել բառը։ Մի անգամ գրված է, որ իր լավ զոհով վկայվեց իր արդար լինելը։ Երկրորդ գրված է, որ Աստծո կողմից իր զոհի վրա վկայություն եղավ։ Աստծո կողմից ինչպիսի վկայություն կարող էր լինել։ Ուրեմն մի անգամ էլ հերթականությունը ուզում եմ չխառնենք։ Նախ հավատքի վկայությունը մարդու կողմից, հետո Աստծո վկայությունը Աստծո կողմից։ Ուրեմն այն ժամանակներին եթե նայենք, 5 տակարանում Ծննդոց 4-րդ գլխում դեպքի մեջ մենք կարդում ենք, որ Աստված նայեց Աբելի զոհին, Աստված չնայեց Կայենի զոհին։ Կարդում ենք, չէ՞։ Ճիշտն ասած, եթե մենք չուսումնասիրենք Աստվածաշնչյան ուրիշ հատվածներ, միայն նայենք այդ հատվածին, չենք հասկանա, թե ինչ էր նշանակում Աստված նայեց։ Բայց շատ հասկանալի է դառնում։ Իրենք բերեցին զոհասեղանի վրա դրեցին իրենց ձեռքի պտուղները, հետո հավանաբար կանգնած դրա մոտ աղոթք էին անում, ես ասում եմ հավանաբար, որովհետև այդպես գրված չի, որովհետև իրենք նվիրում էին դա Աստծուն։ Ու մեկ էլ հանկարծ Աբելի զոհը բռնկվում է կրակով։ Գրված Աստված նայեց, ու այդպիսի վկայություններ Աստվածաշնչում շատ են, կրակը բխում էր Աստծո կողմից, անցած կիրակել մենք խոսեցինք դրա մասին, չէ՞։ Ամենայն հավանականությամբ, ամենայն բարձր հավանականությամբ սա էր, որ Աստված նայեց կամ ընդունեց, հետո դարձավ Կայենին ասեց ինչի ես տխրել, եթե լավ անեիր ընդունել չէր լինի, այսինքն այսպես չի, որ անպայման երկուսից մեկի վրա պիտի գա Աստծո կրակը, երկուսի վրա էլ կարող գա, 12-ի վրա էլ կարող գա, եթե բոլորն էլ լավ սրտով անեն այդ զոհաբերությունը, նվիրումը իսկապես ամբողջական սրտով լինի, բայց այս երկրորդ վկայությունը մի անգամ էլ կանգ առնենք սրա վրա, որովհետև իր պատարակների վրա Աստծոց վկայություն եղավ իրեն։ Եթե դու քո անձը բերում ես Աստծո զոհասեղանի վրա, Աստծոց վկայություն միշտ ունենում ես, ինչպիսի վկայությունով դու քո անձը բերես զոհասեղանի վրա, այդպիսի վկայությունով էլ Աստծոց կունենաս։ Ես շատ հաճախ եմ լսում մարդկանցից, որ աղոթում ենք, խնդրում ենք, բայց ոչինչ չենք զգում։ Նախ պետք է հավատքի գործողությունը, հետո նոր Աստծո վկայությունը գա դրա վրա։ Հերթականությունը պետք է ճիշտ պահել։ Մեկ մարդիկ հակառակն են ասում են դե թող Աստված այս գործը անի, որ ես էլ իր համար այդ գործը անեմ։ Այսպես չի լինում։ Սխալ գաղափարներից չեմ սիրում խոսել, բայց օրինակի համար մի բան ասեմ։ Շատ հաճախ կհանդիպեք մեր ժամանակակից աշխարհում քարոզներ, որտեղ քարոզիչները առաջարկում են մարդկանց Աստծո հետ ուխտ անել։ Ասում են եկեք խոստանանք Աստծուն, որ եթե ինքը մեր կյանքում այս բանն անում, մենք էլ իր համար այս բանը կանենք։ Մի անգամ չէ, շատ անգամ այդպիսի քարոզներ լսել, ու մի երկու անգամ էլ փորձել եմ։ Կանգնում եմ Աստծո առաջ,
նայում եմ Հիսուսին, ասում եմ Տեր, ահագանն եմ, իմ համար այս բանը արա, որ ես քո համար էլ մեկ էլ չեմ կարողանում ասել։ Գիտեք ինչու՞։ Որովհետև ինչ որ ասեմ ես քո համար պիտի անեմ, ես արդեն պարտավոր եմ անելու։ Այդ ինչ պայման պիտի լինի, որ ես իր առաջ պայման դնեմ։ Երկինք ու երկիր ստեղծող Աստծո, դուք հավատքով գիտեք ով է Աստված, որ հանկարծ իրեն ասեմ դու իմ համար այս բանը արա, որ ես էլ քո համար այս բանը անեմ։ Ես չեմ թելադրողը, ինքն է թելադրողը։ Ես չեմ Տերը, ինքն է Տերը։ Դուք հավատում եք սրան։ Կարող է ամենակարող, չգիտեմ, տիեզերք ստեղծող Աստվածը, որ ամբողջ մարդկության պատմության ծրագիրն է տնօրինում ու տանում իր նպատակների մեջ, հանկարծ ես իրեն պիտի պահանջեմ, որ այս բանը արա իմ կյանքում, որ ես էլ քեզ համար մի բան անեմ։ Ու հենց բերանիցս դուրս եկավ, թե ես քեզ համար այս բանը անեմ, ես արդեն պարտավոր եմ դա անելու, որ բերանիցս էլ դուրս չգա, ես պարտավոր եմ դա անելու։ Անկախ նրանից ինքը իմ համար ինչ կանի, ինչ չի անի։ Որովհետև ես ծառան եմ, իսկ ինքը Տերը։ Հալելույա, թող իր անունը փառավորվի։ Պին պայեք ես գաղափարը։ Ինչ որ մտքովդ անցա, որ դու Աստծո համար կարող ես անել լավագույն ձևով, դու արդեն պարտավոր ես դա անելու։ Որովհետև մենք դեռ չծնված, մեզանից շատ ավելի առաջ, մոտ 2000 տարի առաջ, Հիսուսը ուխտը կատարեց։ Իր ուխտը, իր պայմանը արդեն կատարեց ինքը խաչի վրա։ Ու կատարեց լիարժեք ձևով, ոչ մի բան բաց չթողնելով։ Մեզ համար բոլոր պայմանները ստեղծելով, որպեսզի մենք էլ իր համար ապրենք ճիշտ ձևով։ Թող իր անունը փառավորվի։ Մի կարևոր բան ասեմ ու անդրադառնանք մեր կյանքին։ Երբ որ երկու հոգին, Աբելն ու Կայենը, իրենց նվիրատվությունները տանουν Աստծո առաջ, ինչ է կարծում։ Աստված դրանից մի օգուտ ուներ։ Ինքը վերցրեց Աբելի գառը, տարավ երկինք, այնտեղ կերավ։ Գիտեք, 50 Սաղմոսում գրված է, որ Աստված ինքը իր ժողովրդին ասում է, ես կենդանիների միշտ չեմ ուտում, ոչ էլ արժուն եմ խմում։ Աստծուն բոլորովին նշանակություն չուներ այդ բանը, որ Աբելը կամ Կայենը ինչ են նվիրում իրեն։ Ինքը կարող էր ընդհանրապես չնայել դրանց, որովհետև ինքը դրանց կարիքը չունի։ Աշխարհի ամբողջ կենդանիները Հիսուսինն են։ Բոլոր բերքերը ինքը Աստված է աճեցնում, ինքը ներգործում է դրանց աճի մեջ։ Ու եթե չլինի Աստծո ներգործությունը, ոչինչ չի աճի այս երկրի վրա, դու գիտեք դա։ Նույնիսկ կենդանիներ, չգիտեմ, ոչ մի բան տեղի չի ունենա, ոչ մի աճ տեղի չի ունենա։ Հանկարծ այդ Աստված մեկ կարիք ունի, որ ես իրեն գառ նվիրեմ, կամ ես իրեն ինչ-որ մի բան նվիրեմ իմ կյանքից, դա մեր համար է, դա իր համար չի։ Եկեք ուղղենք այստեղ մեր մտածելակերպը։ Երբ որ ես տանում եմ Աստծուն մի բան եմ նվիրում, կամ իմ կյանքս ասում եմ վերցրու քեզ, ահա ես, դա իմ համար է, իր համար չի։ Ես անհավատ մարդկանցից շատ հաճախ եմ լսում այսպիսի բաներ, ասում են Աստված շատ էգոիստ, փառասեր անձնավորություն է, ինչու՞։ Որովհետև ասում եմ մենակ ինձ փառք տվեք, ուրիշ ոչ մեկի փառք չտաք։ Ես մարդիկ չեն ճանաչում Աստծուն։ Գիտեք ինչու՞։ Որովհետև Աստծո փառքը չի ավելանում, որ ես ասում եմ փառք քեզ, ոչ էլ Աստծո փառքը պակասում է, որ ես բերանց փակում եմ ու չեմ ասում։ Բայց երբ որ ես ասում եմ փառք քեզ, ես եմ լցվում այդ փառքով։ Ես եմ լցվում իրանով։ Երբ որ ես ճիշտ նվիրատվություն եմ անում Աստծուն, իմ կյանքն է փոխվում, ես եմ փոխվում, Աստված չի փոխվում։ Իր կարևոր հատկություններից մեկն է անփոփոխ։ Գիտեք չէ, Աստծո բնական կարևոր հատկություններից մեկը անփոփոխ լինելն է։ Ինքը նույնն է այն ժամանակ, որ Ադամին ու Եվային ստեղծեց, սարքեց ուղակի հողից, ինքը նույնն է այն ժամանակ, երբ որ նայեց Աբելի զոհին ու չնայեց Կայենի զոհին, այսօր էլ ինքը նույնն է մեր զոհերին նայում է ու երբեմն էլ չի նայում, նայած ինչպիսի զոհ ենք դերում Աստծուն։ Դրա համար ինքը դրանից ոչ մի օգուտ չի ունենում, բայց ինքը շատ մեծ մի օգուտ է ունենում։ Իր անունը կրող ժողովուրդը սկսում են ճիշտ ապրել։ Այս է իր ամենակարևոր օգուտն է Աստծո։ Գիտեք, Աստծո անունը փառավորվում է հոգևոր աշխարհում։ Երբ որ մենք ճիշտ գործողություններ ենք կատարում ու փառավորում ենք մեր Հորը, Սատանան այնքան է տխրում ու ինքը միջոցներ է փնտրում, որ մի վատ բան անի, որ մի բանով Աստծո անունը փառավորված չլինի, անարգված լինի։ Ու երանի են քրիստոնյաներին, որ իրենք միշտ անում են այն գործողությունները, որոնք փառավորեն իրենց Հորը։ Ինքը անկախ դրանից մեր հայրն է, որովհետև մենք ծնվել ենք իրենից։ Այո, բայց Աստված պարծնում է այն որդիներով, ովքեր փառավորում են իր անունը։ Գուցե շատ գործողություններդ, շատ խոսքերդ, շատ սիրտդ, շատ ներքին կյանքդ մարդիկ չեն տեսնում, որ շատ բաներ մարդիկ չեն տեսնում, բայց Սատանան տեսնում է, Աստված էլ է տեսնում։ Ու իրենց մեջ հոգևոր աշխարհում այդ պայքարը կա, ով կփառավորվի, ում գործերը կարվեն։ Եկեք վերադառնանք մեր կյանքին։ Ուրեմն այսօր մենք ինչ ունենք նվիրելու Աստծուն։ Մենք հաճախ ժամանակ ենք տրամադրում, չէ՞ Աստծուն։ Մենք հաճախ մեր կյանքից ինչ-որ բաժիններ ենք տալիս, մեր էներգիայի բաժինն ենք տալիս Աստծուն։ Բնեք ձեզանից ովքեր են քնելուց առաջ կարդում Աստվածաշունչը նոր քնում։ Գիտեք, որ դուք ինչ-որ ջանք եք գործում, որ չքնեք ու Աստվածաշունչը կարդաք։ Բայց ինչ եք մտածում։ Դա լավագույն էներգիայի բաժինն է, որ դուք տալիս եք Աստծուն։ Չէ՞ որ այն լավագույնը պահեցիք ձեր առօրյա գործերի համար, ինչ-որ գործերի համար։ Երբ որ դուք ժամանակը տալիս եք Աստծուն, ո՞րն եք տալիս։ Մարդկանց, որ հարցնում եմ, հաճախ ասում եմ կարդալ, աղոթել, ասում եմ ժամանակ չեմ ունեցել։ Քո ամբողջ ժամանակը ինչի վրա ես ծախսել։
Ժամանակիդ լավագույնը դու տալիս ես Աստծուն։ Կարելի է, դեմ չեմ, որ դու քնելուց առաջ էլ կարդաս։ Այն կարդալով էլ աչքերդ փակվեն ու քնես, ես դրան դեմ չեմ։ Բայց լավագույնը տալը մի ուրիշ բան է։ Դրա հետ միասին էլ լավագույնը տուր։ Աստծո համար արժեք չունի այն, ինչը քեզ համար արժեք չունի, գիտեք։ Քանի որ Աստված դրանից ոչ մի օգուտ չի քաղում, օգուտը քո սիրտն է, քո սրտի ճիշտ դիրքն է Աստծո առաջ։ Աստված դրանից ոչ մի օգուտ չի քաղում, չի վերցնում իրեն սեփականություն դարձնի քո տվածը։ Հետևաբար Աստծո համար արժեքավոր է այն, ինչը որ քեզ համար է արժեքավոր։ Հիսուսը նստած էր տաճարի դռան մոտ, գանձանակի մոտ, մի պահ ու նայեց, թե ովքեր են գանձանակի մեջ գցում, ինչ որ իրենց նվերները, որ գալիս էին նվերներ էին գցում։ Հիշում եք այդ դեպքը գրված է Ղուկաս ավետարան 21-րդ գլխում, հենց սկզբից։ Որ իրենց նվերները գցելու ժամանակ տեսավ մի որբևայրիկին, որ գրված է մյուսներից ավելի շատ գցեց։ Այդ Հիսուսը մեկնաբանեց մյուսներից ավելի շատ, չէ՞ որ նա շատ քիչ էր գցել, 2 լումա էր ընդամենը գցել։ Մյուսները գուցե ոսկուց, արծաթից ավելի մեծ փողեր էին գցել այդ գանձանակի մեջ։ Բայց ինչու Հիսուսի համար դա արժեքավոր էր, Աստծո համար դա արժեքավոր էր, որովհետև այդ կնոջ համար վերջի ունեցածն էր, դա էր արժեքավոր։ Մեկ-մեկ չգիտեմ ոնց բացատրեմ, որ ավելի պարզ լինի։ Եկեք մի հատ բան ասեմ մեր առօրյա կյանքից։ Մենք այսպիսի պատմություն ունենք, չգիտեմ ինչքանով դա իրականացած, չիրականացած, բայց հաճախ այսպիսի պատմություն են պատմում։ Ասում եմ մեկի տունը հյուր է գնում, հետո դե սեղան են դնում, մենք հայերը հյուրասեր ենք, չէ՞ շատ։ Սեղան են դնում, հյուրասիրում են այդ հյուրին, վերջում գիտեք ինչ են ասում են ինչ լավ եղավ որ հյուր եկար, այս ճաշը արդեն թափելու էինք։ Այսպիսի բան լսել եք։ Դե մի րոպե մտածեք, այդ հյուրը այդ ժամանակ ինչ է ապրում իր սրտի մեջ։ Կյանքիդ ինչ բաժիններն ես տալիս Աստծուն։ Հաճախ Աստված այդպիսի զգացում է ունենում իր սրտի մեջ։ Ասում են լավագույնը պահեցիր քեզ համար, օգտագործեցիր քեզ համար։ Այն պահին, որ քո միտքը ամենասթափն էր, որ կարող էիր կարդալ, այն պահին, որ քո էներգիան ամենաուժեղն էր ու կարող էիր գործ անել ինձ համար, դրանք պահեցիր քեզ համար, պահեցիր քո գործերի համար։ Այն պահին, որ արդեն քունը տանում էր, ասացիր լավ, մի երկու բառ կարդամ, հա? Պատկերացնում եք հիմա, ինչ է ապրում Աստված իր սրտի մեջ։ Երբ որ դու աղոթքի ժամանակ գալիս ասում ես Տեր, ես քոնն եմ, ես նվիրվում եմ քեզ։ Բայց քո սիրտը ինչ է մտածում այդ ժամանակ, որ շուտ վերջանար աղոթքը գնայի, մի հատ ժամին նայեմ, տեսնեմ ինչքան եմ արդեն աղոթել, ժամս չի լրացել, որ գնամ մի հատ գործի, ու մտքումս ծրագրավորում եմ ինչ որ մի բան անելու, հենց այդ ժամանակ նկատում եք Աստծո դիրքը, Աստծո վիճակը այդ պահին։ Ասում եմ, հենց սա ես պահել իմ համար, հենց այս բաժինը պահեցիր իմ համար, այն ամենալավերը պահել ես քեզ համար, քո գործերի համար։ Գրված է Ավելը հավատքով Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն։ Շարունակենք, նկատում եք զոհասեղանի կարևորությունը մեր կյանքում, չէ՞ որ մենք եկեղեցի ենք, հավաքվում ենք իրար հետ, ինչ որ գործեր ենք անում։ Դուք մտածել եք, որ ձեր արած գործի ժամանակ դուք լավագույն ձևով պիտի անեք բոլոր տեսակ գործերը։ Այն գործը, որ արվում է Աստծո անվան համար, ինքը պիտի արվի լավագույն ձևով։ Շարունակեմ, սրա շարունակությունը գիտեք ինչ պիտի լինի։ Մեր կյանքում չկա մի բան, որ Աստծո համար չարվի։ Դուք տանը ինչ գործեր եք անում, դա էլ պիտի արվի Աստծո համար, այսինքն լավագույն ձևով։ Դուք գնում եք աշխատանքի, դուք պիտի անհավատներից լավ աշխատեք։ Գիտեք ինչու, որովհետև ձեր գործերի մեջ անպայման կա Աստծո գործը, ու մարդիկ կողքից ձեզ նայելու են, որ ձեր հոր անունը պիտի փառավորվի դրա մեջ։ Եթե մարդիկ իրենց աշխատանքի կգնան ու կանեն իմիջիայլոց, դու պիտի գնաս անես լավագույն ձևով, լավագույն որակով, լավագույն արդյունավետությամբ, չգիտեմ ինչպես ասեմ, որովհետև շատ բազմազան են աշխատանքները։ Կողոսացիների 3-րդ գլխի 23-րդ խոսքը հաճախ մարդկանց առաջարկում են սա անգիր անել։ Գիտեք ինչու, յուրահատուկ խոսք է։ Միտքը այնպեսին է, որ կարծես թե ամեն ինչ որ կանեք, սրտանց արեք, որպես թե Տիրոջը ու ոչ թե մարդկանց։ Սա հենց առաջ խոսում է ծառաների մասին, որ պիտի անեն իրենց տերերի համար։ Մի պահ մտածեք, ծառա չի այդտեղ, առաջին դարում ծառաների գաղափար չի եղել, եղել է ստրկատիրական համակարգ։ Ու այն ժամանակ ստրկատիրության մեջ, ասում է ստրուկներին, ուղղված է ստրուկներին, նրանք ովքեր հավատում են Հիսուսին, այդ ստրուկներին է ուղղված։ Ասում է ձեր տերերի համար, ձեր տերերի առաջ, ամեն ինչ արեք սրտանց, որպես թե Աստծուն ու ոչ թե մարդկանց։ Մի պահ մտածեք, պատկերացնում եք քրիստոնյա ստրուկը ոնց էր աշխատում։ Ստրուկներին, որ աշխատացնում էին ու այդ մարդիկ չէին ուզում աշխատել, մտրակում էին նրանց, ստիպում էին աշխատել։ Եթե այդ մարդը կորցնում էր աշխատելու ընդունակությունը, նրան սպանում էին, նա ոչ մի բանի պետք չէր։ Ու հանկարծ քրիստոնյա ստրուկներին, Հիսուսին հավատացող ստրուկներին Պողոս առաքյալը Սուրբ Հոգով ներշնչված գրում ասում է, ամեն ինչ արեք սրտանց, որպես թե Տիրոջը ու ոչ թե մարդկանց։ Հիմա եկեք մտածենք իրար հետ։ Նույն հոգին մեր մեջ է գտնվում, ու մենք գնում ենք աշխատանքի, ու մենք արդյոք ամեն ինչ սրտանց ու լավագույն ձևով պիտի չանենք, որպես թե Տիրոջը ու ոչ թե մարդկանց։ Երբ որ դու տանն ես մի գործ անում սրտանց ու լիարժեք սրտով պիտի չանես, որպես թե Տիրոջը ու ոչ թե մարդկանց։ Երբ որ դու ֆիզիկական մի գործ ես անում եկեղեցում, կամ չգիտեմ, միտեղ մաքրության հարց ալնում, կամ էլի մի ինչ որ մի գործ,
Դու սրտանց լիարժեք պիտի չանես որպես թե Տիրոջը ոչ թե մարդկանց։ Պատկերացնում եք ինչ կդառնա եկեղեցին, երբ որ այս բոլոր կանոնները պահպանվեն, դեռ ուրիշ բառ չես կարող ասել։ Այն վայրը, որտեղ գալիս Աստծո ներկայությունը, ու մարդիկ պարփակվում են դրա մեջ ու ուրախանում իրենց Տիրոջով։ Եկեք մի անգամ էլ կարդամ Եբրայեցիների 11-րդ գլխում 4-րդ խոսքը։ Հավատքով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, որով վկայվեց արդար լինելը, որովհետև իր պատարեկների վրա Աստծուց վկայություն եղավ իրեն, եւ նրանով թեպետ մեռավ, բայց տակավին խոսում է։ Հետաքրքիր արտահայտությունը։ Երբևէ մտածել եք, որ մեռածները խոսում են։ Նայեք, նրանով թեպետ մեռավ, բայց տակավին խոսում է։ Ուշադրություն դարձրեք, խոսել բառը գրված չի անցյալով։ Խոսում էր, գրվածը խոսում է, այսինքն ինքը շարունակում է խոսել։ Գիտեք, այսպիսին է քրիստոնյաների կյանքը։ Իրենք կարող են մեռնել ֆիզիկապես, բայց հոգով կենդանի լինել, անընդհատ խոսել, անընդհատ գործել։ Ձեզ մի տեղ ցույց տամ Աստվածաշնչում, որ իսկապես գրված այդ խոսելու մասին։ Եկեք մի բան էլ ծննդոցում հաստատենք այս խոսքը, որ իսկապես Աստված հենց այնպես չի ասում, բայց տակավին խոսում է։ Երբ որ Աստված Կայենին հարցրեց, ասեց՝ «Ուր է քո եղբայրը»։ Կայենը ասեց՝ «Չգիտեմ, միթե եղբորս պահապան եմ եւ այլն»։ Աստված ասեց՝ «Ինչ արեցիր»։ Եղբորդ արյան ձայնը հողից բողոքում է ինձ։ Հիշում եք այդ խոսքերը։ Ասեց՝ «Գետնից, հողից բողոքում է այդ ձայնը ինձ»։ Եթե գրքեր ունեք, բացառեք Հայտնության 6-րդ գլուխը, Հայտնության 6-րդ գլխում 9-րդ խոսքից մի հետաքրքիր հատված կա, գրված, ուզում եմ կարդալ այդ հատվածը։ Սա այն տեղն էր, երբ որ Հովհաննեսը տեսիլքով տեսնում է երկնքում Աստծո գառը ինչպես բաց է անում կնքված գիրքը, ու 7 կնիկները հերթով պոկում է։ Ու գրված է գիրքը ներսից դրսից շատ գրված էր։ Կարևոր մի գիրք էր դա։ Երբ 5-րդ կնիքը բացեց սեղանի տակ, իրականում զոհասեղանի տակ, տեսա այն մարդկանց հոգիները, որոնք սպանված էին Աստծո խոսքի համար ու նրա վկայության համար, որ իրենք ունեին, եւ մեծ ձայնով աղաղակեցին ու ասացին. «Ով սուրբ ու ճշմարիտ Տեր, մինչև երբ չես դատի ու մեր արյան վրեժը երկրի բնակիչներից պահանջի»։ Եվ ճերմակ հանդերձներ տրվեց նրանց ու ասվեց նրանց, որ մի քիչ էլ համբերեն, հանգստանան, մինչև նրանց ծառայեկիցները ու նրանց եղբայրները լման լինեն, այսինքն ամբողջ լինեն, որոնք իրենց պես պիտի սպանվեին։ Կարդում եք ինձ հետ այս խոսքերը։ Այն մարդիկ, ովքեր սպանվել են Աստծո խոսքի դավանանքի վկայության համար, հավատքով արդարության համար, գրված է, որ երկնքում իրենք իրենց անձը դրել էին զոհասեղանի վրա, դրա համար սպանվեցին, չէ՞։ Եթե այն մարդիկ, որ իրենց անձը դրած չլինեն զոհասեղանի վրա, նրանք չեն սպանվի Աստծո անվան համար։ Գրված է, որ այս մարդկանց հոգիները այդ սեղանի տակ էին, զոհասեղանի տակ էին։ Հետաքրքիր խորհուրդներ կան, չեմ ուզում ձեզ շատ խճճեմ, բայց Հին Կտակարանում այդպիսի մի կանոն կար, երբ որ զոհը մորթում էին, արյան հետ որոշակի արարողություններ էին կատարում։ Արարողություններից մեկը սա էր, որ ավելացած արյունը, այդ արյունից մատով վերցնում էր քահանապետը, ինչ որ տեղեր էր դնում, դրանք չեմ ուզում ասել։ Այդ ավելացած արյունը, որ թասի մեջ էր մնացել, լցվում էր զոհասեղանի տակ։ Զոհը վառվում էր սեղանի վրա, արյունը թափվում էր զոհասեղանի տակ։ Մարդիկ, որ կյանքում իրենց անձերը դրել էին զոհասեղանի վրա, նվիրվել են այն աստիճան, որ պատրաստ են եղել հանուն արդարության, հանուն սրբության, հանուն Հիսուսի անվան մեռնեն, իրենք սպանվել են, նրանց արյունը, նրանց հոգին պահված էր սեղանի տակ, երկնքում։ Ու հետաքրքիր է, որ իրենց ասվեց, համբերեք մինչև ձեր եղբայրները ամբողջ լինեն, մինչև այդ թիվը լռանա։ Գուցե մենք այստեղ հավաքված ենք իրար հետ, բայց Աստված մեզ տեսնում է դրա մեջ։ Նրանք, ովքեր իրենց անձերը դնում են զոհասեղանի վրա, գուցե Աստված տեսնում է, որ մենք պիտի լինենք այդ լռացողները այնտեղ երկնքում զոհասեղանի տակ։ Բայց եկեք այսօր մտածենք դեռևս նրա մասին, որ մեր անձերը պիտի դնենք այդ զոհասեղանի վրա, եթե ուզում ենք, որ հետո լինենք նրա տակ երկնքում։ Այո, քո ժամանակի էներգիայի ո՞րն ես տալիս Աստծուն։ Քո նվիրատվությունները ինչպիսին են Աստծուն։ Երբ որ պետք է լինում ու կարիք է լինում ինչ-որ մեկի կյանքում մի բանը ոգնելու, ու դու ձեռքդ գրպանդ ես տանում, արդյոք լիարժեք տալիս ես Աստծուն։ Հիշեք, ինչը ձեր համար արժեք չունի, Աստծո համար էլ արժեք չունի։ Դուք գուցե փողոցով գնալուց ձեր ձեռքը գրպանդ եք տանում ու հանում մի հատ ինչ-որ մի բան եք տալիս մեկին, որ նստած է փողոցում, հետո մտածում եք, ասում եք ինչ լավ էր, որ այդ խանութում ինձ մանր տվեցին։ Սա Աստծո համար էլ արժեք չունի։ Իսկ երբ որ մի բան քեզանից ես կտրում, սրտից ես փոկում, որովհետև քեզ համար արժեքավոր բան ես փոկում, դա Աստծո համար էլ արժեք ունի։ Նկատում եք։ Գրված է քո Տեր Աստծուն սիրես քո բոլոր մտքով, քո բոլոր անձով, քո բոլոր զորությունով։ Միտեղ չի թողնվում մարդու սեփականության համար, ամեն բան Հիսուսի համար, ամեն բան Աստծո համար։ Բերենք մեր անձերը զոհասեղանի վրա։ Ուզում եմ, որ նախ մտածես մինչև աղոթելը։ Եթե ինչ-որ բաներ կար,
ու դու տեսար, որ դեռևս այնպիսին չի քո կյանքում, հիմա կարող ես փոխել։ Եթե դու տեսար, որ դու Աստծո նվիրատվություններ ես արել, քո անձի նվիրումն ես արել ինչ-որ բաներ, բայց դրա վրա Աստծո կողմից վկայություն չի եկել, հիմա դու կարող ես փոխել։ Դու հիմա հնարավորություն ունես դա փոխելու։ Մարդիկ կան Սուրբ Հոգու մկրտության համար են այդպես ասել, մարդիկ կան ինչ-որ դժվարությունների լուծման համար են այդպես ասել, որ իրենք աղոթում են դժվարություններ չեն լուծվում, ինչ-որ հարցեր կան։ Գուցե քո դրած զոհը սեղանի վրա պիտի ավելացնես, պիտի ուժեղացնես, որակը բարձրացնես այդ զոհաբերության, որ Աստծո կողմից վկայությունը գա, այդ կրակի վկայությունը գա։ Երկու վկայություն պիտի լինի, առաջինը պիտի լինի քոնը, հետո նոր Աստծունը։ Չպահանջես երբեք առաջին Աստծունը։ Ունես այդպիսի բան, որ այսօր դնես զոհասեղանի վրա, որպեսզի Աստծուց վկայություն ստանաս դրա վրա։ Եկեք ոտքի կանգնենք ու շարունակենք լռության մեջ։ Մեր անձերը վերենք զոհասեղանի վրա, մեր սրտերը վերենք։ Ու մի պահ աղոթենք դրա համար։ Հիմա քանի րոպե էլ որ կաղոթենք, քո օգուտի համար եմ ասում։ Մնա աղոթքի մեջ, մի քիչ ջանք արա։ Քեզ պատկերացրու զոհասեղանի վրա։ Քո կյանքի տարբեր բաժինները բեր զոհասեղանի վրա ու պատկերացրու, խնդրիր Աստծուն, որ Աստծո կողմից վկայություն լինի։ Եթե չխնդրիր, որ Աստված բաց անի, ինչու այդ զոհը իրեն հաճելի չի, եթե վկայությունը չկա։